Երբ ասում եմ աշխատավարձ, շատերդ երևի թե միանգամից պատկերացնում եք ամսական ստացվող վճար աշխատանքի դիմաց։ Բայց կան աշխատանքներ, որոնց պարագայում աշխատավարձը ստացվում է այլ պարբերականությամբ՝ օրական կտրվածքով, ժամերով, սեզոնով, օրինակ միայն ամռանը կամ այլ պարբերականությամբ։ Եկեք տեսնենք, թե ինչպես կառավարել բյուջեն այդ պարագայում։ Բյուջեի պլանավորումը կարևոր է բոլորի համար, անկախ աշխատավարձը ստանալու պարբերականությունից, քանզի այն օգնում է տեղավորվել եկամտի մեջ, չունենալ չարդարացված պարտք և խնայել ապագայի կարիքների ու ցանկությունների համար։ Փորձը ցույց է տալիս, որ որքան երկար ժամանակի համար ենք պլանավորում գումարը, այսինքն ավելի երկար մտածում, քան այսօրն է, այնքան հնարավոր է դառնում իրականացնել մեծ ցանկություններ ու բարելավել ֆինանսական իրավիճակը։ Եկեք քայլ առ քայլ գնանք դրան։ Եթե ձեր եկամուտների ստացման և ծախսերի կատարման հաճախականությունները չեն համընկնում, օրինակ աշխատավարձ եք ստանում ամեն օր, բայց ունեք նաև ամսական վճարվող կոմունալներ, եթե աշխատավարձ եք ստանում միայն ամռանը, բայց պետք է ապրեք նաև մյուս եղանակներին, ապա պետք է կատարել հետևյալ քայլերը։ Առաջինը, գրեք ու պարզեք, թե որքան են կազմում ձեր ամսական հիմնական ծախսերը, այլ խոսքով կարիքները բավարարելու համար ամսական որքան գումար է անհրաժեշտ։ Այսպիսի ծախսերի մեջ են մտնում տան վճարները, վարձավճարը, հիպոթեկային վճարներ, կոմունալ վճարներ, սպասարկման վճարներ և այլն, սնունդը, տրանսպորտը, վարկերը, առողջական ծախսերը և այլն։ Երկրորդ քայլով ավելացնում ենք նաև այն ծախսերը, որոնք թեկուզ և հիմնական չեն, բայց սովորաբար կատարվում են, օրինակ հագուստի գնում, նվերներ, ժամանց և այլն։ Չմոռանանք այստեղ ավելացնել նաև չնախատեսված իրավիճակների համար որոշակի գումար, քանզի միշտ պատահում են հիմնական բյուջեից շեղումներ։ Ստանում ենք ամսական կտրվածքով հիմնական ծախսեր ու հավելյալ ծախսեր։ Այստեղ պետք է իրատեսական լինել, ոչ բաց թողեք կարևոր ծախսեր, ոչ էլ գրեք այնպիսի ծախսեր, որոնց համար ձեր ֆինանսական միջոցները դեռևս բավարար չեն։ Նույնն անում ենք եկամուտների հետ։ Գրում եք ձեր բոլոր եկամուտները։ Եթե այն օրական է, ապա հաշվեք, թե ամսական միջինում որքան գումար եք ստանում, բազմապատկելով աշխատելու օրերը օրական եկամուտով։ Եթե դուք սեզոնային աշխատող եք, ապա հաշվեք, թե ամբողջ տարվա ընթացքում որքան եկամուտ եք ստանում, բաժանեք 12-ի ու ստացեք ամսականը։ Հաջորդ քայլը կլինի համադրելը ձեր ամսական ծախսերը ձեր ամսական եկամուտների հետ։ Այստեղ կարող են շատ հետաքրքիր բաներ պարզվել, օրինակ, որ ձեր ծախսերն ավելի շատ են սովորաբար, քան ձեր եկամուտները։ Այդ դեպքում ինչպես եք դուք ապրում։ Կարող է պարտքով, կարող է ձեզ օգնում են, կամ էլ այնպես չեք ապրում, ինչպես որ պատկերացնում եք, որ պետք է ապրեիք։ Փաստորեն այստեղ գումար խնայելու մասին դեռ չենք կարող խոսել, ինչը կարևոր է, բայց նախ եւ առաջ պետք է սկսենք տեղավորվել ունեցած գումարի մեջ։ Մեկ անգամ էլ վերանայեք գրված եկամուտներն ու ծախսերը ու ձեզ համար ընտրեք որևէ լուծում, կամ փոխել աշխատանքը, կամ գտնել երկրորդ աշխատանք, կամ քչացնել կամ փոփոխել ծախսերը։ Կարող եք որևէ արհեստ սովորել և դրանով գումար աշխատել։ Երբեմն օրինակ վերանորոգումներ կատարել կամ երեկոյան ձեռքի աշխատանքներ պատրաստել։ Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Կարող է պարզվել, որ դուք ավելին եք ստանում, քան սովորաբար պետք է ծախսեիք։ Այս պարագայում էլ ունենք անելիք՝ խնայել։ Պետք է գումար խնայել ապագայի չնախատեսված իրավիճակների համար, որպեսզի ֆինանսական կայուն կյանքով ապրեք, ֆինանսական մի մեծ տատանումը չբերի անդառնալի հետևանքների։ Խնայել պետք է նաև ցանկություններն ու երազանքներն իրականացնելու համար։ Ոչ կայուն կամ ոչ ամսական կտրվածքով եկամուտ ստացողների շրջանում շատ է հանդիպում մեկ դժվարություն։ Ինչպես գումարը միանգամից չծախսել ու ամսական կանոնավոր ծախսերի համար գումար ունենալ, մի բան էլ խնայել։ Մեզ պետք է անել մի բան՝ կատարել օրական հիմնական ծախսերը,
Մնացած գումարը փոխանցել մեկ այլ հաշվի կամ դնել մեկ այլ ծրարի մեջ ու դրան ձեռք չտալ մինչև ամսվա վերջ։ Միայն խիստ անհրաժեշտ դեպքերում կարող եք դիմել այդ մյուս կուտակման հաշվի կամ ծրարի օգնությանը։ Այնտեղ անհրաժեշտ է հավաքել ու պլանավորել, թե ինչպես եք այնտեղից կատարելու ծախսերն այնպես, որ բոլոր ծախսերը կատարվեն։ Հնարավորինս կրճատեք ոչ հիմնական ծախսերը։ Կայունության գնալու համար մեզ պետք է սկսել այդտեղից։ Պարբերաբար ստուգեք ձեր ծախսերն ու վերանայեք հնարավորության դեպքում։ Հաշվի առեք նաև սեզոնային ծախսերը։ Կոմունալները թանկ են ձմռանը, ամռանը պատրաստում ենք պահածոներ, աշնանն ունենք ուսումնական ծախսեր եւ այլն։ Սեզոնային աշխատանքներ կատարողների մեջ մեծ կշիռ են զբաղեցնում գյուղատնտեսները։ Նրանք սովորաբար աշնանը ստանում են գումար, որով պետք է ամբողջ տարի ապրեն։ Դուք եւս պետք է սկսեք բյուջեն կառավարելուց։ Որքան են ծախսերը, որքան են եկամուտները, որ ամսվան որքան գումար եք հատկացնում, ամենը պետք է գրել։ Գյուղատնտեսական անսպասելի ծախսերից խուսափելու համար ձեզ կարող է շատ օգնել գյուղապահովագրությունը, ինչը կարող է ձեզ պաշտպանել ցրտահարության, կարկուտի, հրդեհի, գողության եւ այլ պարագաներում։ Երբ մի քանի ամիս կատարեք այս վարժությունը, կգնանք հաջորդ քայլին։ Արդեն գումարը ստանալուց հետո մի մասը ամենաքիչը եկամուտի 10%-ը կուղարկեք արդեն խնայողական հաշիվ կամ ներդրումներ կկատարեք, որպեսզի երկարաժամկետ գումար էլ ունենաք նախ եւ առաջ չնախատեսված իրավիճակների համար, հետո նաեւ նպատակների ու երազանքների համար։ Բժշկական չնախատեսված ծախս, աշխատանքի կորուստ կամ այլ փոփոխություն եւ ստիպված կլինեք պարտք վերցնել։ Այսպիսի կարիքների գումարը հասանելի վայրում պահեք, օրինակ ընթացիկ հաշվում, որպեսզի կարողանաք պետք եկած ժամանակ արագ տնօրինել։ Իսկ երկարաժամկետ նպատակով խնայվող գումարը կարող եք ժամկետային ավանդային հաշվում դնել կամ ներդրումներ կատարել եւ ստանալ հավելյալ եկամուտ։ Ձեր ցանկություններն ու երազանքները պարբերաբար հիշելը կօգնի գումար խնայել ու գնալ դեպի երազանքը։ Կապ չունի, թե ինչպես եք եկամուտը ստանում, օրական, ամսական, թե սեզոնային, յուրաքանչյուր եկամուտից պետք է խնայել ապագայում եւս ֆինանսական կայուն կյանքով ապրելու համար։